Եվ կրկին ես կարիք չունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները, ինքը եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդը կգնահատի, ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակ։ Տիմ ընտրությունները, վերջին արդյունքները Տիմ Գյումրի եւ Փարաքյարում ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ երբ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս տիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում են, որ 26-ին կարող եք եւ պարտություն կրել մեծամասնություն չլիներ նորից։ Տիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցնել երկրորդ տեղը 25 թվականին այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36 տոկոս